Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Շատ լավ։ Հաշվի առնելով հիմա ընդհանուր մի արձագանքով անդրադառնամ, հաշվի առնելով հարցի զգայունությունը այլ տվյալներ հաղորդել չեմ կարող, բայց վստահաբար կնշանակվեն եւ արդեն իսկ նշանակվել են որոշ փորձաքննություններ, այդ թվում նաեւ առողջական վիճակի մասով մնացյալ հարցադրումները բարձելու տեսանկյունից եւ վստահ թեման կոմունիկացվել է նաեւ տարածքային միասնական սոցիալական ծառայության գործընկերների հետ, որովհետեւ նաեւ ընտանիքում բնակվող մնացյալ երեխաների մասով կոնկրետ որոշումներ կայացվեն եւ ընթացք տրվի։ Այս թեմայով հարգելի գործընկերներ, խնդրում եմ հասկանալ, այլ տվյալ հաղորդել չեմ կարող։ Սարգսյան, դուք Գյումրու դեպքերից տեսանյութեր եք ուզում, որպեսզի հասկանաք բռնությունը, թե ոստիկանություն օրենքով սահմանված ուժ է գործադրում, խնդրեմ ես տեսանյութն, այլ սա բռնություն է։ Ես կարիք չունեմ հիմա տեսանյութ դիտարկելու, տեսանյութը կարող եք ուղարկել Ներքին գործերի նախարարություն, ես բացատրեցի ֆիզիկական ուժի գործադրման եւ ծեծի կամ մնացյալ դրվագների տարբերությունը, ուղարկեք Ներքին գործերի նախարարության անվտանգության վարչություն, կդիտարկենք, եթե հիմքեր լինեն անպայմանորեն վրա կհասնի քննություն։ Երկու կարմիր բերետավոր 18 տարեկան տղային գցում են ասֆալտին, դա համաչափ ուժ կարող է ուժի կիրառում կարող է համարվել, թե ոչ։ Ես հիմա չեմ եկել այստեղ, որ դետալային մեթոդաբանական պրոցեսներ ներկայացնեմ ուժային միջոցների գործադրման մասով, կա դիմադրություն ցուցաբերող քաղաքացի, կա դիմադրություն չցուցաբերող քաղաքացի, դրանց մեթոդաբանական հնարքները տարբեր են, վերման ենթարկելու եւ մնացյալի, եթե հետաքրքիր է, կարող եք հարցադրումներ ուղարկել, գրավոր կպատասխանեմ։ Սարգսյան, վերջին շրջանում հրապարակումները ձեր հնարավոր պաշտոնակության եւ հավանական տեխնացուների մասով ընդհանուր անուններ է շրջանառում։ Նիկոլ Փաշինյանը անձամբ ձեր աշխատանքից գոհ է եւ դուք ձեր աշխատանքից ինքներդ գոհ եք։ Ես կարծում եմ, որ վարչապետի անունից ես չէ, որ պետք է գնահատականներ տամ։ Ես կարծում եմ, որ 2025 թվականի առաջին 9 ամիսների կտրվածքով նախարարությունը ունի բավական մեծ ձեռքբերումներ, դրա կողքին ունի նաև արձանագրած ախտորոշած խնդիրներ, որոնք հետևողականորեն լուծման կարիք ունեն, իսկ մնացյալ թեմաներով ես մեկնաբանություններ տալ պարզապես չեմ ուզում, որովհետև մշտապես ստահոդ տեղեկատվություններ են տարածվում նախարարության մասով։